Ողջույն բոլորի, թանկագին եկեղեցի։ Այնքան հրաշալի է ձեր հետ մեկտեղ պաշտել, երկրպագել Տիրոջը։ Ամեն։ Մենք սիրում ենք ձեր հետ միասին այս քաղցր, այս լավ ներկայության մեջ իրար հետ պաշտել Աստծուն։ Եվ շնորհակալություն հովիվներին, Հովիվ Հովհաննես ջան, շնորհակալ ենք հրավերի համար, շնորհակալ ենք այս հնարավորության, այս արտոնության համար, որ տվել եք մեզ, որ իրար հետ կարող ենք Տիրոջը պաշտել, փառք Հիսուսին։ Ամեն, թանկագինս։ Սրտիս մեջ խոսք կա, որ քեզ հետ կիսվելու եմ։ Եվ գիտեք, մինչ մենք Ռաստով կգայինք, որոշակի փորձությունների մեջով անցանք։ Եվ այն խոսքը, որ սրտիս մեջ կար, դա ավելի արժևորվեց։ Գիտեք, երբեմն կա խոսք, որ ինքը գինա պահանջում։ Եվ դու այդ խոսքի համար գին ես վճարում, ամեն, որպեսզի այդ խոսքը ավելի օծված լինի, ավելի արժևորված լինի, փառք Հիսուսին, փառք Տիրոջը, որովհետև նա մեր ճանապարհների մեջ մեզ հետ է, ամեն, եւ ոչ մի դեպքում Աստված մեզ մենակ չի թողնում, թանկագինս։ Եվ եթե դու այսօր եկել ես, միգուցե եկել ես ուղղակի Տիրոջը պաշտելու, բայց մեկը քո կյանքի մեջ կան խնդիրներ, կան որոշակի իրավիճակներ, որոնք քեզ նեղում են, նեղացնում են, այսօր քո հրաշքի օրն է, ամեն։ Դու կարող ես քեզ համար ասել, այսօր իմ հրաշքի օրն է։ Այսօր Տիրոջ ձեռքը իմ կյանքի մեջ պիտի գործի, ամեն։ Եվ անկախ նրանից, թանկագինս, ինչ խնդիր կա, Աստված մեծ է եւ զորավոր։ Նրա ձեռքը հասանելի է մեզ, ամեն, այնպես որ ամբողջ փառքը Տիրոջը։ Մենք այսօր այստեղից կգնանք մեր հրաշքը վերցրած, մեր բաժինը վերցրած, որովհետև այսօր Աստված ամեն մեկիս համար հրաշք ունի պատրաստած, թանկագինս։ Դրա համար խնդրելու եմ, որ խոսքը սրտանց եւ հավատքով վերցնես, որովհետև հավատքն է մեր կյանքում հրաշք անում, ամեն։ Տիրոջ հրաշքը գալիս է մեր կյանքի մեջ նրա խոսքի պատճառով։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Ամեն ամբողջ ծափերը մեր Տիրոջը երկնային։ Փառք Աստծուն։ Աստվածաշնչում մի պատմություն կա, ուղերձը կառուցված է այդ պատմության վրա։ Հետաքրքիր եւ հրաշալի պատմություն է, սիրելիներ, որից մենք դաս ենք քաղում, որից մեր հավատքն է սնուցվում, եւ հավատում եմ, որ Աստված այսօր այս խոսքերը մեր կյանքի մեջ այս պատմության իրադարձությունների նման եւ հաղթանակի նման այսօր մեզ շնորհելու է հաղթանակ, հրաշք, ամեն։ Այդ պատմությունը գրված է 2-րդ Մնացորդաց 20-րդ գլխում։ Ես քարոզի վերնագիրը մի քիչ ավելի ուշ կասեմ, որ ավելի հետաքրքիր լինի, որովհետև հիմա եթե ասեմ, լիքը հարցեր առաջացնելու։ Կասեմ ամենահարմար պահին, երբ որ արդեն վերնագիրը ասելու ժամանակն է եւ այդ վերնագիրը մեզ բան կասի, ամեն։ Ուրեմն 2-րդ Մնացորդաց 20-րդ գլխում մի հետաքրքիր պատմություն կա գրված։ Առաջին խոսքից ենք ընթերցում։ Ես հատված եմ կարդալու, որպեսզի մեր ժամանակը մի փոքր խնայեմ, վերցրել եմ այս գլխի ամենակարևոր հատվածները եւ մենք պատմությունը ամբողջությամբ նայելու ենք, թանկագիններս, որպեսզի հասկանանք Աստծո ժողովրդի եւ Աստծո փոխհարաբերությունները իր ժողովրդի հետ։ Եւ հասկանանք, թե ինչքան դժվար պահերին, երբ որ մարդը դիմում Աստծուն, Աստված ոնց է գործում մարդու կյանքի մեջ, ամեն։ Գրված է դրանից հետո մովաբացիներն ու ամորացիները եւ նրանց հետ նաեւ մաոնացիներն էլ եկան Հովսափաթի դեմ պատերազմելու։ Ոմանք եկան եւ տեղեկացրեցին Հովսափաթին ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից, Ասորիքից»։ Եվ ահա նրանք Ենգադիդում են։ Մեկ-մեկ էս հերական անունները քաղաքների մարդ այնքան դժվար է արտասանվում։ Եվ երրորդ խոսքում, սիրելիս, Աստծո խոսքն ասում է Հովսափաթը վախեցավ։ Երեսն ուղղեց դեպի Տերը, փնտրելու նրան, եւ ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։ Երբ որ կարդում ենք ությունը եւ
Մի փոքր տեղեկանում ենք ինչպիսի ազգեր էին սրանք, 3 ազգ միաբանվեցին իրար հետ, որպիսի պատերազմեն Հուդայի դեմ, որի թագավորն էր Հովսափատը։ Եվ գրված է, երբ որ Հովսափատը լսեց այս լուրը, շատ վախեցավ, տագնապեց, որովհետև թանկագիններս իրականում սարսափ առաջացնող լուր էր։ Եղել է մեր կյանքում իրավիճակներ, լուրեր, որոնք մեզ մտահոգել են, վախացրել են։ Գիտեք, իրավիճակներ, որին պայքարելու դու միգուցե պատրաստ չէիր։ Եվ միգուցե այսօր էլ քո կյանքի մեջ կան իրավիճակներ, անուններ, լուրեր, որոնք քեզ մտահոգում եւ վախացնում են։ Դրանք կարան լինեն հիվանդությունների տեսքով, դրանք կարան լինեն բաժանությունների տեսքով, ֆինանսական դժվարությունների տեսքով, իրավիճակներ, որոնք մեզ վախացնում են, մտահոգում են, բա ոնց կլինի վաղը, բա ոնց կլինի այս իրավիճակի լուծումը, ոնց կլինի իմ առողջական վիճակը։ Գիտեք, թշնամիներ, որոնք պայքարում են Աստծո ժողովրդի դեմ, առհասարակ պայքարում են մարդկության դեմ, բայց Աստված ունի լուծում։ Ամեն։ Ամեն։ Կան թշնամիներ մեր կյանքում այդպիսի, որոնք վախացնում են մեզ, որոնք մեզ վրա աղաղակում են, որոնք միաբանվում են կարծես մեր կյանքը կործանելու համար։ Աստված ունի լուծում, սիրելիներ։ Ինչ արեց Հովսափաթը։ Գրված է, որ վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը, նրան փնտրելու, նրանից խոսք վերցնելու եւ հայտարարեց իր ժողովրդի մեջ ծոմապահություն։ 4-րդ խոսքում գրված է, Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին Տիրոջից օգնություն խնդրելու։ Հովսափաթը կանգնեց Հուդայի եւ Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, Տիրոջ տանը նոր սրահի առաջ եւ ասեց. Ով մեր հայրերի Տեր Աստված, դու չես այն Աստվածը, որ բնակվում է երկնքում եւ տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա։ Քո ձեռքում են զորությունն ու ուժը եւ ոչ ոք չի կարող քեզ դեմ կանգնել։ Չէ որ դու, ով մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին, Իսրայելի քո ժողովրդի առջևից եւ երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամին եւ նրա սերնդին։ Եվ նրանք բնակվեցին այստեղ եւ այստեղ քո անվան սրբարանը շինեցին ու ասեցին. Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանդախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առջև քո դիմաց, որովհետև քո անունը այս տան վրա է եւ մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ եւ այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ։ Թանկագիններս նման է մեր օրերին։ Մենք այստեղ հավաքված ենք որպես Աստծո տուն, որպես եկեղեցի։ Մեզ եկեղեցի չի դարձնում շինության պատերը։ Մենք եկեղեցի ենք, որովհետև Տերն ասեց. ձեզանից ամեն մեկը կենդանի քար է։ Ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Եկեղեցին մենք ենք, որպես Սուրբ Հոգու տաճար։ Եվ գիտեք, Աստծո խոսքն ասում է, երբ որ իմ ժողովուրդը հավաքվի իրար հետ մեկտեղ եւ խնդրի ինձանից իմ անունով, ես կլսեմ եւ կպատասխանեմ։ Ամեն։ Եվ այստեղ ժողովուրդը գիտեր, սիրելիներ, Աստծո կամքը եւ գիտեր ինչ պիտի անի նեղության ժամանակ։ Եվ գրված է, որ նրանք Աստծո խոսքով Տիրոջ երեսը փնտրելով Տիրոջ խոսքն էին հռչակում եւ ասում. Տեր, չէ որ դու ասել ես, երբ որ հավաքվեք իմ երեսի առջև, երբ որ խնդրեք ինձանից, ես կլսեմ եւ կպատասխանեմ ձեզ։ Գիտեք, դա Աստծո ուխտն էր Սողոմոն թագավորի հետ։ Դա Աստծո ուխտն էր իր ժողովրդի հետ։ Հիշատակում են այստեղ Աբրահամի խոստումը, որովհետև Աստված ասել էր, այս տարածքները իմ Աբրահամ ծառային եւ նրա սերնդին ժառանգություն եմ տալիս։ Ամեն։ Եկեք հիշենք ինչ ժառանգություն մենք ունենք, թանկագիններս։ Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ունի մեզ համար արած։ Խաչի վրա նա մահացավ։ Խաչի վրա նա մահացավ, խոցված, վիրավորված,
անարգված, եւ գիտեք այդ ամենը մեզ համար։ Եվ Եսայի մարգարեն կասի նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Նրա խոցերը մեր հիվանդությունների համար էր։ Տիրոջ խոսքն ասում է, որ նա աղքատացավ, հարուստ աղքատացավ եւ ցրեց մեզ համար, որ նրա աղքատանալով մենք հարստանանք։ Ամեն։ Նա մեզ համար կրեց խոցեր, նա մեզ համար կրեց վիրավորանք, անարգանք, որ մեր կյանքը փոխվի։ Աստծո խոսքն ասում է, անիծվածը փայտից կախվածը, նա դարձավ մեզ համար անեծք, որ նրա միջոցով մենք լինենք օրհնված սիրելիներս։ Ամեն։ Այս ամենը խոստում է մեզ համար։ Եթե մենք կարողանում ենք նայել նրա խաչին, նայել այն զոհին, որ մեզ համար կատարվեց թանկագինս։ Եվ գիտեք, այսպիսի խոստումներ ունենալով, ավելի պակաս խոստումներ ունենալով, Աստծո ժողովուրդը հավաքվեց Հովսափատ թագավորի գլխավորությամբ եւ իրենց հայացքը սկսեցին ուղղել Տիրոջը, որովհետեւ կար մեծ վտանգ, կործանման վտանգ։ Ամեն։ Եվ շարունակությունն ինչ է ասում։ 10-րդ խոսքից ընթերցենք։ Ասում է, ահա հիմա ամորացիները, մովաբացիներն ու Սերի լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս են եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից եւ չբնաջնջեցին նրանց, բայց ահա նրանք հատուցում են մեզ վրա հարձակվելով, որpիսի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։ Ով մեր Աստված, միթե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք նրանց դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, եւ մենք չգիտենք, թե ինչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված։ Թանկագիններս, այո, լինում է մեր կյանքում իրավիճակներ, երբ որ մենք էլ չգիտենք ինչ անենք։ Երբ որ մենք էլ հայտնվել ենք մի իրավիճակի մեջ, որ ուղղակի սիրտդ բացում ես Տիրոջ առաջ, անկեղծ ասում ես, ախր Տեր, չգիտեմ ինչ անեմ։ Ես ապավինել եմ քեզ, իմ հայացքը ես ուղում եմ քեզ, Տեր, դրանից ավել ոչինչ չեմ էլ պատկերացնում, ինչ կարելի է անել։ Ամեն։ Ծանոթ իրավիճակների մասին եմ խոսում։ Աստված բարի է թանկագինս։ Ամեն։ Շարունակենք խոսքը։ Եվ տեսնենք իրավիճակները ինչպես է զարգանում, Աստված ինչ լուծում է տալիս։ 13-րդ խոսք։ Հուդայի բոլոր բնակիչները կանգնած էին Տիրոջ առաջ իրենց երեխաներով, իրենց կանանցով եւ իրենց որդիներով։ Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ Ասափի որդիներից Ղևտացի, Մաթանայինի որդի, Հեուելի որդի, Բանեի որդի, Զաքարիայի որդի, Հազիելի վրա, եւ նա ասեց. Լսեք, Հուդայի բոլոր մարդիկ, Երուսաղեմի բնակիչներ, եւ ով Հովսափատ թագավոր։ Տերը ձեզ այսպես է ասում. մի վախեցեք եւ մի զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետեւ պատերազմը ձերը չի, այլ Աստծունը։ Վաու! Վաու! Երբեմն թանկագինս մեր վախերի, մեր դժվարության մեջ, գիտեք այն պահին, որ մենք աղաղակում ենք Աստված, դու տեսնում ես ինչպես է Աստված կանգնում քեզ համար, քո փոխարեն։ Գիտես, այո, առաջի դեմքում դու ես երևում, բայց արդեն էլ դու չես, քեզ անում կանգնածա ամենակարող Տերը։ Ամեն։ Գիտես, Աստծո խոսքն ասում է, որ ահավոր է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը, նա մաշող կրակի պես է։ Ահավոր է, երբ որ Տերը իր սրի պատյանից դուրս է հանում իր սուրը։ Գիտեք, այդ պատերազմը միանշանակ հաղթական պատերազմ է։ Ամեն։ Եվ այստեղ Տիրոջ մարգարեն լցվում է Աստծո խոսքով, Տիրոջ հոգով, եւ ասում է ժողովուրդ մի վախեցեք, որովհետեւ Աստված է ձեր փոխարեն պատերազմելու։ Բայց միևնույն ժամանակ գիտեք Աստծո այդ նույն մարդկանց իրավիճակը ինչպիսին էր։
Սուրհանդակները պարիսպներից այն կողմին չէին տեսնում, միևնույնն է շարունակում էր այդ զորքը, իրենց կարծիքով այդ հաղթական զորքը, որ եկել էր կործանելու այդ ժողովրդին, կանգնած էր պարիսպներից այն կողմ, եւ դեռ կար այդ արհավիրքը, կար այդ մտահոգությունները, իրավիճակները, երևույթը, բայց ներսից էր փոխվում իրավիճակը։ Ամեն։ Մեր հավատքը կարող է, սիրելիս, փոխել մեր պատերազմի ընթացքը, կարող է փոխել ամեն իրավիճակ։ Տիրոջ խոսքն ասում է, ամեն բան հնարավոր է հավատացողին։ Ամեն։ Եվ եթե մենք հավատանք, սարերը կտեղաշարժվեն։ Ամեն։ Փառք ամենակարող Տիրոջը։ Շարունակենք խոսքը։ 16-րդ խոսք, վաղը գնացեք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով։ Դուք նրանց կգտնեք Հեղեղատի ծայրում։ Հերուելի անապատի դիմաց։ Տերը չասեց, ժողովուրդ ջան, հետ քաշվեք, ես եմ պատերազմում։ Ասես չվախենակ։ Ձեր փոխարեն ես եմ պատերազմելու, հիմա լսեք ինչ եմ ասում։ Վաղը կգնաք մարտի դաշտ։ Ու նրանց գտնելու եք անապատի ծայրին։ Դուք եք գնալու պատերազմելու, բայց ես եմ պատերազմելու։ Ամեն։ Երբևիցե քո խնդիրների մեջ հնչել են այս խոսքերը, մի վախեցի։ Տերը քեզ հետ է։ Մի վախեցի, Աստված քո բժիշկն է։ Մի վախեցի, Տերը քեզ համար հոգ է տանում, սիրելիս։ Մի վախեցի, որովհետև քեզ համար գրված է։ Տերը իր հրեշտակներին հրամայել է, որ քո ոտքը քարին չդիպչի։ Ամեն։ Մի վախեցիր թանկագինս։ Այսօր էլ այս խոսքը հնչում է քեզ համար։ Մի վախեցիր։ Երբ որ ես պատրաստվում եմ այս ուղերձը տալու, սիրելիս, ես Տիրոջը հարցրել եմ, արդյոք ժամանակն է, Տեր։ Ես կարող եմ քո անունից քո ժողովրդին ասեմ, մի վախեցիր։ Արդյոք ես կարող եմ համարձակ այս խոսքերը հնչեցնել եւ ասել, Տերը մեր փոխարեն պատերազմելու է։ Արդյոք դա դու ես ասում, Տեր։ Ինչ ես կարծում, Տերն է ասում, թե ոչ։ Տերը սիրում է քեզ։ Քո Աստված սիրում է քեզ, սիրելիս։ Եվ այս խոսքերը Տիրոջ խոսքերն են քեզ համար, որը այս պահին էլ հնչում է։ Մի վախեցիր։ Մի վախեցիր։ Ամեն, այլ հավատք ունեցիր։ Փառք Հիսուսին։ Շարունակությունը կարդանք այս պատմության 16-ում կարդացինք. Վաղը գնացեք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվայրով։ Դուք նրանց կգտնեք Հեղեղատի ծայրում, Հերուելի անապատի դիմաց։ Դուք այս անգամ չեք պատերազմելու։ Դուք մնացեք ձեր տեղում, սպասեք եւ կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ով Հուդա եւ Երուսաղեմ, մի վախեցեք եւ մի զարհուրեք։ Վաղը դուրս եկեք նրանց դիմաց եւ Տերը ձեզ հետ կլինի։ Թանկագինս կա ավելի մեծ երաշխիք մեր պատերազմի հաղթանակի համար, քան այն, որ Աստված ասում է, ես քեզ հետ եմ։ Մի վախեցիր։ Պատերազմը մենք ենք անելու։ Գիտեք, իրավիճակների գլխավոր դերերում մենք ենք։ Բայց իրավիճակը փոխվում։ Մի բան է փոխվում, որ էլ պատերազմը քոնը չի, քո ուժից չի, քո խելքից չի, քո կարողությունից չի, այլ Աստված է տալիս քեզ այդ երաշխիքը եւ Աստված է տալու հաղթանակը։ Ամեն։ Դա պայմանավորված չի քո կարողությամբ։ Երբ որ դու նայես քո կարողությանը, նայես բժիշկների կարողությանը, նայես քեզ օգնողների կարողությանը, դու կասես, Տեր, հավանաբար ես կործանվեցի։ Բայց Տերն ասում է, քո կործանումը պայմանավորված չի քո թշնամիներով, որովհետև ես եմ քո թիկունքում կանգնած։ Ամեն։ 18-րդ խոսք, Հովսափաթը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին։ Ամբողջ Հուդայի եւ Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։
Գիտեք այս ժողովրդի ինչն է դուրս գալիս, իրանք գիտեին խոնարհվել, խնդրել եւ երկրպագել։ Անկամ այն խոսքը, որ վստահ եկավ նրանց համար, որ հաղթանակ ունեք, նրանք գիտեին ձևը շնորհակալություն ասելու։ Խոնարհվեցին, երկրպագեցին Տիրոջը, ընդունեցին խոսքը։ Շարունակության մեջ ասում է 19-րդ խոսք, ապա Կահաթի տոհմից եւ Կորխի տոհմից եղող հեվտացիները վեր կացան բարձր եւ ուժեղ ձայնով օրհնաբանելու Իսրայելի Տեր Աստծուն։ Մինչև հաղթանակը կտոնեին, արդեն իսկ սկսեցին հաղթանակ տոնել։ Բարձր ձայնով Տիրոջը աղաղակելով եւ երկրպագելով։ Թանկագինները շատ հաճախ լուրը մեր հաղթանակի ավելի շուտ է հասնում, քան մենք աչքի երևույթով կտեսնենք։ Ամեն։ Կարճ ժամանակ առաջ, հունվարի վերջից սկսած, որոշակի առողջական խնդիրներ ունեցա։ Մտահոգիչ երևույթներ ու գնացի ստուգվելու։ Հետազոտությունից հետազոտություն, մի խոսքով արդյունքում լավ բաներ չասեցին։ Ու մի քանի ուղղությամբ կարծես թե խնդիրներ էր առողջական։ Որից մեկը լուրջ, ինչ որ գոյացություն գտան։ Սոնոգրաֆիան գտավ, ուղարկեց ԿՏ-ի, այդ ընթացքում սիրելիներս կանգնեցինք աղոթքով եւ շնորհակալություն, որովհետեւ գիտեմ ձեզանից շատերը աղոթքով պատերազմել է։ Շատ մտահոգ, մեզ համար ընկերներ, հարազատներ, եկեղեցիներ աղոթքով կանգնեցին մեզ հետ պայքարի եւ պատերազմի։ Մտահոգիչ երևույթ էր։ Գիտեք, երբ որ գնացին, ԿՏ արեցինք, ԿՏ-ն հերքեց այդ գոյացությունը, բայց այս անգամ էլ ուրիշ օրգանի վրա ինչ որ բան ասեց։ Ուռուցք քաղցկեղ։ Պատերազմում ենք ինչ որ բանի համար, դա հերքվեց, մաքուր էր, հիմա էլ ուրիշ բան կա։ Եվ ուզում եմ ասել թանկագիններս, այդ պայքարն ու պատերազմը չդադարեցրեցինք։ Այդ լուրերը մեզ համար կարող է եւ վախենալու էին, բայց ես գիտեի, որ Աստված է վերջին խոսքը տալիս։ Ընդամենը 1 օր առաջ Ռոստով գալուց մենք մեր որոշումը չէինք փոխել, ասեցինք մեկա գնալու ենք, մեկա ծառայելու ենք։ Ընդամենը 1 օր առաջ Ռոստով գալուց սիրելիներս փոխվեց, պատասխանը փոխվեց իրավիճակը։ Ամեն, փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Ես հիմա կարող եմ համարձակ ասել, իմ մարմնի մեջ քաղցկեղ գոյություն չունի։ Իմ մարմնի մեջ ուռուցք գոյություն չունի։ Ամեն։ Փառք Տիրոջը, որովհետև Տերը հաղթանակ է տալիս։ Տերը հաղթանակ է տալիս։ Փառք Աստծուն։ Շարունակենք խոսքը եւ տեսնենք ինչ է կատարվում թանկագիններս, որովհետեւ այստեղ բանալի բաներ կան, որ հիմա մեր մոտ հավատք առաջացնելու եւ մենք մեր խնդիրների մեջ Տիրոջ զորությունն ենք ընդունելու, Տիրոջ հրաշքն ենք ընդունելու։ Ամեն։ Եվ Տերն ուզում է, որ մենք ազատ լինենք։ Տերն ուզում է, որ մենք գովաբանենք եւ օրհնենք նրան, որովհետեւ նա մեր կյանքի մեջ Աստված է, Հայր է, Տեր է, պատերազմող է։ Ամեն։ Շարունակությունը ինչ է տեղի ունենում 20-րդ խոսք։ Առավոտյան կանուխ վեր կացան եւ գնացին Թեկուեի անապատը։ Նրանց գնալու ժամանակ Հովսափաթը կանգնեց եւ ասեց. Ինձ լսեք, ով Հուդա եւ Երուսաղեմի բնակիչներ։ Հավատացեք ձեր Տեր Աստծուն, հաստատ կմնաք։ Հավատացեք նրա մարգարեներին եւ հաջողություն կունենաք։ Սա կարծես մի առանձին թեմա, որպես կառուցվի, շատ զորավոր էլի պատգամ կլինի, որովհետեւ ասում է հավատացեք Աստծուն, հաստատ կմնաք եւ հավատացեք նրա մարգարեներին եւ հաջողություն կունենաք։ Պատկերացնում եք մարդու կյանքում երկու կարևոր բան՝ հավատք առ Աստված եւ հավատք առ Աստծո խոսքը։ Հաջողությունն ու հաստատությունը ապահովված է։ Ամեն։
21-րդ խոսք, նրա խորհուրդը, նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ, սուրբ փառքը, օրհնաբանողներ կարգեց, որոնք ընթանալով սպառազինյալների առաջից ասում էին. «Գոհացեք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։ Ինչ արեց Հովսափաթը։ Պատկերացնում եք պատերազմ գնացող զորքը ինչ է անում։ Կա ռազմական մարտավարություն, չէ՞։ Ռազմավարություն, մարտավարություն, ինչպես կազմակերպեց Հովսափաթը։ Գիտեք, ոչ թե ձիավորներից կամ աղեղավորներից առաջ ինչ որ զորքի դասավորություն էր տալիս, այլ գլխավոր առաջնաշարքը լրացրեց փառաբանողներով, երգիչներով, երաժիշտներով։ Ով է տեսել պատերազմ գնացող զորքի առաջնագծում կանգնեն թմբուկ խփողները, կանգնեն երգողները։ Ռազմավարությունն այսպես էր։ Ամեն առաջնագծում պիտի կանգնեին Աստծո գովքը կապող մարդիկ, Աստծո անունը բարձրացնող մարդիկ, Փառք Հիսուսին։ Եվ գրված է, որ զորքից առաջ սկսեցին քայլել ու երգել եւ գովաբանում էին Աստծուն։ Ինչ էին ասում։ Գոհացեք Տիրոջից, որովհետեւ հավիտյան է նրա ողորմությունը։ Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամորացիների ու մովաբացիների եւ Սերի լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, եւ նրանք կոտորվեցին։ Որովհետեւ ամորացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սերի լեռան բնակիչներին ջախջախելու, բնաջինջ անելու նրանց, եւ երբ վերջացրեցին իրենց գործը Սերի բնակիչների հետ, իրար օգնեցին միմյանց ջարդելու։ Պատկերացնում եք, 3 ազգ միաբանվել էր, որպեսզի Հուդայի դեմ պատերազմեին։ Երկուսը որոշեցին նախ եւ առաջ Սերի բնակիչներին մի հատ ջարդը տան, ոչնչացնեն, եւ դրանից հետո սիրելիներս, երբ որ այդ գործն անում վերջացնում են, սկսում են պատերազմել իրար դեմ։ Խռովություն անկնում նրանց մեջ։ Եվ պատմության շարունակությունը հետևյալն է։ Ասում է Հուդայի մարդիկ եկան անապատի բարձր մի տեղ ու նայեցին այդ բազմությանը եւ ահա նրանց դիակները փռված էին գետնին։ Ոչ ոք չկար ազատված։ Այն ժամանակ Հովսափաթն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ եւ կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ 3 օր կողոպտեցին ավարը, որովհետեւ չափազանց շատ էր։ 4-րդ օրը նրանք հավաքվեցին Բերեխայի հովտում, որովհետև այնտեղ օրհնաբանեցին Տիրոջը, դրա համար էլ այդ տեղը կոչվեց Բերեխայի հովիտ մինչև այսօր։ Ինչ տեղի ունեցավ թանկագիններս։ Հավաքված թշնամի ժողովուրդը ինքը իրան ոչնչացրեց։ Իսկ Աստծո ժողովուրդը, որ պատրաստվել էր մարտի, Աստծուն գովաբանելով եւ օրհնելով, երբ որ հասավ Տիրոջ նշած վայրը, տեսան պատերազմը ինքը իրանով ավարտվել է։ Իրանք իրար ջարդեցին, իրար սպանեցին, միայն ինչ էր մնում անել, ավարը հավաքել։ Պատկերացնում եք, վախենալու իրավիճակի մեջ Աստված ավար է տալիս։ Ամենասարսափելի իրավիճակի մեջ Աստված համար շահավետ պայմաններ է ստեղծում, սիրելիս։ Վախը փոխվում է ուրախության։ Մի հնարավոր է մենք երգենք, բայց երգենք վախի դողդոջուն ձայնով, դրա մեջ դող լինի։ Աստվածիմ, ես երգում եմ քեզ, բայց դու գիտես սիրտս անհանգիստ է, բայց գիտեք, երբ որ Տիրոջ հրաշքն է լինում, այդ անհանգստությունը փոխարինվում է երջանկության, ուրախության, խաղաղության։ Ամեն։ Գրված է, որ այդ վայրը, որտեղ նրանք հավաքվեցին, ինչ վայր էր։ Բերեխայի հովիտն էր։
որովհետև այնտեղ օրտնաբանեցին Տիրոջը, դրա համար էլ այդ տեղը կոչվեց Բերեխայի հովիտ մինչ այսօր։ Քարոզիս վերնագիրը հենց այսպես էլ կոչվում է Բերեխայի հովիտը։ Եվ ուզում եմ ասել թանկագիններս, որ մենք երբեմն կարիք ունենք Բերեխայի հովիտների, որտեղից գալիս են ազդակներ քեզ վախացնելու համար, բայց դրանք քո օրհնության հովիտներն են։ Այո, այդտեղ կա պատերազմ, բայց այդտեղ քեզ համար որոշված է հաղթանակ։ Ամեն։ Մեզ համար կան վախենալու իրավիճակներ, բայց այդ վախենալու իրավիճակը հենց վկայություն դառնալու համար է, որ դու կարողանաս վկայես, որ Աստված մեծ է քո կյանքում, որ քո կյանքում պատերազմներ կան, որոնց ժամանակ Տերը քեզ հաղթություն տվեց։ Ամեն։ Նա քեզ զորացրեց, նա քեզ պնդացրեց, քեզ հաղթող դարձրեց։ Ամեն սիրելիս։ Կուզենք Բերեխայի հովիտ։ Դժվար թե կամովի, իհարկե եթե իմանանք վախճանը հաստատ սենց է, կասենք այո, ես ուզում եմ Բերեխայի հովիտ։ Բայց միշտ չի, որ մենք ուզում ենք պատերազմներ և թշնամիներ մեր կյանքում, այդպես չի։ Բայց միգուցե արդեն իսկ այսօր քո կյանքում կան իրավիճակներ, որոնք քեզ անհանգստացնում են։ Կան հիվանդություններ, որոնք անհանգստացնում են։ Ընտանեկան հարաբերություններ, ընկերական հարաբերություններ, որոնք քեզ անհանգստացնում են։ Ֆինանսական ճգնաժամ։ Տարբեր անուններով մենք կարող ենք ունենալ թշնամիներ, սիրելիներ։ Բայց կա հաղթանակ Քրիստոսի մեջ։ Ամեն։ Եվ մենք այսօր հռչակելու ենք, որ ամեն իրավիճակի մեջ, ինչի մեջ էլ մենք այսօր գտնվում ենք, մենք ապավինելու ենք Տիրոջը, ընտրելու ենք Տիրոջ ճանապարհները, եւ դա մեզ համար դառնալու է Բերեխայի հովիտ, որտեղից մենք ավար ենք վերցնելու։ Ամեն։ Դա մեր սպառման եւ ոչնչացման վայրը չի, այլ մեր ավարի վայրն է, որտեղից մենք օրհնություն կվերցնենք։ 27-րդ խոսքը շարունակում ասում է. Հուդայի եւ Երուսաղեմի բոլոր մարդիկ Հովսափատին ունենալով իբրև իրենց առաջնորդ ճանապարհ ընկան, որպիսի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր ազատելով իրենց թշնամիներից։ Այսպես է լինելու մեր թշնամիների վախճանը, թանկագինս, երբ որ մենք մեր հայացքը կարողանում ենք ուղղել առ Աստված, դեպի մեր Տերը, դեպի մեր զորագլուխը, դեպի մեզ զորացնող Աստվածը, ամեն։ 28-րդ խոսքն ասում է. նրանք տավիղներով, քնարներով եւ փողերով մտան Երուսաղեմ Տիրոջ տունը։ Աստծո երկյուղն ընկավ մյուս երկրի բոլոր թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։ Հովսափատ թագավորը, նրա թագավորությունը խաղաղ մնաց եւ Աստված հանգստություն տվեց նրան ամեն կողմից։ Ամեն։ Մենք աղոթելու ենք իրար այդ թանկագիններս, աղոթելու ենք հիմա մեր կարիքների համար, մեր ամեն խնդիրների համար, որ միգուցե նեղում է քեզ, նեղացնում է։ Եվ հավատում եմ, որ Տիրոջ հրաշքը մենք այսօր իրար հետ վերապրելու ենք, որովհետև մեր հայացքը մենք հիմա իրար հետ բարձրացնելու ենք դեպի Աստված։ Իրար հետ երգելու ենք ու երկրպագելու ենք Տիրոջը։ Իրար հետ աղոթք ենք բարձրացնելու, որ Աստված մեզ ազատի մեր թշնամիներից եւ մեր կյանքի մեջ տեղի ունեցող պատերազմի ընթացքը Աստված որոշի եւ հաղթանակ տա մեզ։ Ամեն։ Ով է ուզում տեսնի Տիրոջ փառքը։ Ով է ուզում Աստծուն մեծարի եւ գովաբանի։ Ով է ուզում, որ քո խնդիրը դառնա վկայություն։ Փառք Տիրոջը, Աստված տեսնում է քո ձեռքը, թանկագինս։ Ամեն։ Թող մեր ձեռքը լինի մեր հավատքի նշանը, որ այո Տեր, ամեն, ես ուզում եմ սա։ Փառք Հիսուսին։ Մենք խոնարհվում ենք քո առջև, մեր սիրելի արքա, մենք մեծարում ենք քեզ։ Մենք գոհանում ենք քեզանից Տեր, որովհետև դու մեր զորագլուխն ես, մեր թագավորն ես, մեր Աստվածն ես, մենք խոնարհվում ենք քո առջև, Տեր։ Եվ ուզում ենք ասել, սիրելի արքա,
Դու գիտես մեր կարիքները, դու գիտես մեր խնդիրները, Տեր, դու գիտես իմ Աստված բոլոր այն թշնամիներին, որոնք պատել են մեզ, դա կլինի հիվանդության տեսքով, դա կլինի Տեր իմ Աստվածս խառնաշփոթի տեսքով, չքավորության տեսքով, մենք խնդրում ենք, որ քո խաղաղությունը, քո զորությունը գա մեր կյանքի մեջ, Տեր, ամրացրու քո ժողովրդի սիրտը, մենք կանչում ենք հիմա քո անունը, մեծարում ենք քեզ, Տեր, երկրպագում ենք քեզ, Տեր, խոնարհվում ենք քո առջև, որպեսզի ընդունենք քեզանից խոսք, օծություն եւ զորություն, մեծարում ենք քեզ, արքա մեր, Տեր մեր, Աստված մեր, թող քո օծությունը հիմա այստեղ գործի, Սուրբ Հոգի, մենք քեզ ենք ապավինում, որովհետև քոնն է խոսքը եւ քոնն է ներգործությունը, Տեր, մենք խնդրում ենք, Տեր, հպվիր մեզ, զորացրու մեզ, թող այս երկի ընթացքում հավատք ծնվի, Տեր, բարձրանա, կարողանանք տեսնել իրավիճակների մեջ քո ձեռքը, քո զորությունը, քո մեծությունը, կարողանանք ապավինել քեզ, Տեր, որից հետո մեր աղոթքը կբարձրացնենք, Տեր, հաղթական մեր աղաղակը կբարձրացնենք, Տեր, մենք ուզում ենք տեսնել քո երեսը, ուզում ենք տեսնել քո մեծությունը, Տեր, տոնել հաղթանակ, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա։